Դաշնակցությունը շատ կարևորում է ուսանողական միության լինելիությունը, աշխատանքները, ամեն ինչ անում ենք, փորձում ենք դրանք ընդարձակելու, ավելի հասանելի դարձնելու, դուրս գալ կուսակցության շրջանակներից ավելի լայն շրջանակների երիտասարդության համար, խնդրեմ մեր բանակումներին մասնակցողների գրեթե 70%-ը, 65-ից 70%-ը դաշնակցության շրջանակներից դուրս են եւ մոտավորապես ամեն տարի մենք բանակումների ժամանակ մոտ այդպես 40-ից 50% նոր մարդիկ են գալիս դեպի բանակումներ եւ կարծում եմ պետք է իրենց հետ էլ զրուցեք եւ կտեսնեք, որ իրենց համար բավականին հետաքրքիր ձևով է ներկայանում դաշնակցությունը իրենց, այստեղ իրենք տեսեք, պարզ ասեմ ձեզ, այստեղ չկա այդ փարթիները, այստեղ ավելի շատ իհարկե կա ակտիվ, երիտասարդական, սպորտային միջոցառումներ, գիտական, կրթական, երաժշտական, մշակութային, այդ բոլորը այնքան ամեն ինչ լավ է կազմակերպվում, որ նախորդ տարիների ովքեր ներկա են եղել, իրենք էլ են փորձում անընդհատ ներկա լինել մեր բանակումներին։ Դրա մասին մեկ բառ, մեկ թիվ արդեն խոսում է 25 տարի դաշնակցությունը Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն Նաումը արդեն կենսունակ է, գործում է եւ վստահ եմ, որ այդ 25-ները դեռ ապագայում իր տարիքը պիտի բազմապատկվի անգամներ։ Պարոն Տոնոյան, Հայ հեղափոխական դաշնակցության ըստ էության հաջողվում է նման նախաձեռնությունների շուրջ հավաքել երիտասարդության սերուցքին, այսինքն երիտասարդության այն հատվածին, ովքեր կարևորում են ազգային գաղափարախոսությունը, այն ինչ սերմանում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, սա ինչ նախադրյալով է պայմանավորված, ինչպես է որ հաջողվում է կուսակցությանը։ Մեկ բառով ասեմ, մենք անկեղծ ենք մեր նվիրումի, մենք անկեղծ ենք մեր գործողությունների, մեր նպատակների մեջ, դաշնակցությունը անկեղծ է։ Ինչու դա գամ ավելի քաղաքական տեսանկյունից մոտենանք, ինչու դա հետո չի դառնում, երբ որ այստեղ ամեն ինչ լավ է կազմակերպվում, պատճառը մեկն է, որ դա հետո չի դառնում այնքան բազմամարդ, այնքան 100 հազարներին չի ընդգրկում, որովհետև դաշնակցությունը նաև մեծ նվիրում է պահանջում, այդ նվիրվելը, սեփական եսից դնելը ընդհանուրի արժեքի մեջ, այդտեղ մարդիկ դժվարություն ունեն, իսկ հայրենիքը պահանջում է այդպես, որ մարդ պետք է իր մի մասը անպայման հատկացնի հայրենիքին, իր ժողովրդին։